Երբ Արամ Խաչատրյան համերգասրահի պատերի ներքո հավաքվում են պետական այրեր, մշակույթի ու արվեստի գործիչներ, գործարարներ ու ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ, նշանակում է բացառիկ ստեղծագործություն է հնչելու մեծ բեմում։ Բացառիկությունն այստեղ ոչ միայն ստեղծագործության, այլև դրա հիմքում ընկած գաղափարի մեջ է։ Բարերար ու գործարար Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին ընթരാճ Սուքիասյանների ընտանիքը սկիզբ դրեց մի նախաձեռնության, որը վերածվեց մշակութային մեծ իրադարձության։ Ստեղծվեց պոեմ կանտատ, որի հիմքում դրված է մարդու ապրած կյանքի ու պայքարի պատմությունը։ Այդ կենսագրական ուղին վերածվեց երաժշտության սյուժետային ու գաղափարական հիմքի, դարձնելով այն ապրումների ու հիշողությունների կենդանի արձագանք։ Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ գործունեություն ծավալող ընտանիք ենք։ Մտածեցինք, որ պետք է անպայման այնպես անենք, որպեսզի ոչ նյութական արժեք թողնենք, մի հիմնական ինչ-որ մի գործ անենք, որը որ մեզանից հետո նույնպես կհիշեն, եւ այդ միտքը կար, ես հանդիպեցի առաջի օրը Էդվարդ Թոփչյանի հետ, ասեցի, որ այս միտքը կա, բայց ուզում եմ հայ կոմպոզիտոր իրականացնի, որպեսզի շարունակական լինի եւ որպեսզի դա որպես ավանդույթ եւ մնայուն արժեքը կամաց-կամաց սկսեցինք ստեղծել։ Սա շատ բացառիկ կարծում եմ երևույթ է, երբ այսպիսի նախաձեռնություն է արվում Հանձինը Սուքիասյան ընտանիքի եւ դրանով իսկ ուղեկցում ենք հանդիսատեսին եւ հանրությանը դեպի դասական երաժշտություն եւ սա կարծում եմ շատ կարեւոր եւ մեծ քայլ է եւ այն կարող է դառնալ տենդենս, որպեսզի ստեղծվեն նոր ստեղծագործություններ, նոր գաղափարների շուրջ։ Կյանքի ընթացքում Ալբերտ Սուքիասյանը հայտնի էր ոչ միայն որպես հաջողակ գործարար, այլև որպես մարդ, ով իր ներդրումներով ու նախաձեռնություններով մշտապես կանգնած էր հայրենիքի կողքին։ Նա իր գործով ու բարեգործությամբ փորձել է ամրապնդել հասարակության հիմքերը, թողնելով չջնջվող հետք։ Նախ առաջինը մեզ ասել է, որ ձեր հայրենիքը պետք է պաշտպանեք, որ եթե պետք է պաշտպանեք սահմանում, որ ձեր երեխաներին չնեղացնեն, ձեր ընտանիք չհասնեն։ Ու ասել է, եթե մարդը, տղամարդը հավելյալ արժեք չի ստեղծում, ինքը ոչ մեկի պետք չի։ Նենց որ միշտ հավելյալ արժեք ստեղծեք ձեր երկրի համար։ Ինքը շատ էր Հայաստանը սիրում եւ դա փոխանցվել է մեզ։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, խոնարհվում ենք ամեն ինչի առջև, դրոշի, զինանշանի, բանակի, մեր կորուստների առջև։ Մենք սիրում ենք մեր հայրենիքը, ուզում ենք, որ Հայաստանը հզորանա։ Մեծ հպարտությամբ պիտի ասեմ, որ պարոն Սուքիասյանի որոշմամբ նվիրվում է ոչ միայն իր հոր հիշատակին, այլև մեր երկրին, մեր պետությանը, որը անկախության կարծեմ վերջին տարիներին հազվադեպ երևույթ է եւ անհատ գործարարը ձեռքը մեկնում է մշակույթի մարդկանց եւ միասին կարողանում են այսպիսի իսկապես լուրջ, իսկապես մնայուն արժեք ստեղծել։ Գործադիր օրենսդիր մարմնի հարգելի անդամներ, հարգելի դեսպաններ, դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներ եւ սիրելի հյուրեր, բարի երեկո։ Դեպի լույս պոեմ կանտատը գրված է մեներգչի երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, իսկ հանդիսատեսն ականատես եղավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ աշխարհառչակ մենակատար սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի փայլուն կատարմանը։ Դեպի լույսը ներկայացնում է բարերար Ալբերտ Սուքիասյանի կյանքի ամբողջական ուղին, ծննդյան խորհրդից մինչև նոր արշալույսի հույսը։ Այն ներառում է երազանքների ու փորձությունների պայքարի ու երդման, ինչպես նաև զարթոնքի ու վերածննդի թեմաները։ Բեմում ավելի քան 1 ժամ հանդիսատեսը վայելեց դիրիժորներ Էդվարդ Թոփչյանի եւ Հովհաննես Չեքիջյանի ստեղծած բացառիկ երաժշտական տոնը։
Շատ տպավորված եմ, գործը հզոր էր, ուղղակի սենց աննկարագրելի էմոցիաներով եմ դուրս գալիս, Աստված տա բոլոր զավակները այսպես հարգեն իրանց հորը եւ նա արժանի էր։ Ասեմ, որ շատ տպավորիչ երեկո էր ու շատ ոգևորիչ, գեղեցիկ երաժշտություն։ 8 մասերը սաղ տարբեր են ու ինձ թվում այս երաժշտությունը կմտնի արդեն ժամանակակից հայ դասական երաժշտության շարքը։